Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք նոյեմբերի 29-ին եւ 30-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում պրեմիերա է։ Անվանումը անհաջող ժամադրություն, ժանրը խելահեղ կատակերգություն առանց դադարի։ Իսկ ավելի մանրամասն կպատմեն մեր հյուրերը այս շատ հետաքրքիր թեմայի մասին, բեմադրիչ Ավետիս Շահինյան, Բարի լույս, Լույս Արավոտի, դերասան Արմեն Կարապետյան եւ դերասանուհի Տիգրանուհի Տեր Մարկոսյան։ Լույս Արավոտի։ Բարի լույս, մենք հիանում ենք ձեր ներկայությամբ, կշփվենք ձեր հետ մի փոքր ավելի ուշ։ Նախ ուզում եմ դիմել ձեզ պարոն Շահինյան։ Ես գիտեմ, որ պարոն Կարապետյանի հետ դուք մինչ այս ֆանտաստիկ ներկայացումը ստանալը, որը որ դեռ փորձերը շարունակում են եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչը դուք քննարկել եք դեռ ընկերական մակարդակի վրա, քննարկել, վիճել, որոշել, միգուցե նյարդայնացել, բայց եկել հասել եք նրան, ինչ ունենք այսօր։ Մի փոքր, եթե թույլ կտաք, այս գնանք հենց այդ պահից, հա, որ այդ ընկերական, այդ թոհուբոյից, շփումից, ինչպես ծնվեց սա։ Սիրով, բարի լույս, շնորհակալ եմ հյուրընկալության համար։ Նախ նշեմ, որ մեր համագործակցությունը սկսվել է դեռ 2 տարի առաջ, իսկ ընկերությունը շատ ավելի վաղուց։ Պիեսի գաղափարը ստեղծվեց այն ժամանակ, երբ որ մենք ակտիվ մասնակցում ենք տարբեր թատրոններում, նայում ենք եւ քննարկում ենք ինչ կարելի է բեմադրել, որ լինի ավելի արդի եւ հուզի ավելի լայն մասաների, տարբեր խավերի։ Եվ ստեղծվեց այն ինչ ստեղծվեց։ Ունենք պիես, որը որ հասու է բոլոր մարդկանց, գրեթե 16+, այսպես ասենք, հետաքրքիր է նրանով, որ կա եւ խինդ, եւ լաց, եւ հուզմունք, եւ անակնկալ, շատ ավելի մանրամասն ինձ թվում է Արմենը կներկայացնի։ Թողեցիր իմ վրա, բարի լույս։ Կլրացնեմ Արմեն ջան։ Լավ օր բոլորիս։ Մենք մտմտում ենք, ինչպես Ավետն ասեց, անել մի գործ, որը չի լինի զուտ կոմեդիա, ինքը լինի այնպիսի կոմեդիա, որ իրավիճակները լինեն ծաղելի, բայց նյութը ասելիքը լինի բավականին ակտուալ։ Եվ մենք որոշեցինք տարբեր պիեսների ինքի դեպք քննարկում իրար հետ, Ավիկներ ինձ ուղարկում պիեսներ, ես էի ուղարկում, նայում էինք, անընդհատ փորփրում էինք ու որոշեցինք մենք ինքներս գրել։ Զրոյից գրել պիես։ Կարծում եմ ստացվել է ինչու, որովհետև նախ մեր շուրջ կան այդ մարդիկ, բոլոր կերպարները ապրում են մեր շուրջ, մեր հետ, մեր տանը, մեր հարևանն է, մեր ընկերն է, կերպարները բոլորը շատ անուշ, շատ բարի մարդիկ են, շատ կայացած մարդիկ, ուղղակի իրանց կյանքում ինչ-որ բան չի ստացվում, որովհետև իրենք միջին տարիքից բարձր են, այլ համակարգում են ծնվել, այլ արժե համակարգի մեջ, այլ կրթությամբ, եւ պիտի այս համակարգում դրսևորվեն կյանքում գործնական աշխարհում, ասենք շփումների մեջ իրենք իսկապես կիրթ լավ մարդիկ են, բայց անձնական կյանքում չունեն այդ երջանկությունը։ Եվ այս միայնակ մարդկանց հանդիպումները, նրանց շփումները, այս բախումները ինքը շատ պարզ է եւ իր պարզության մեջ է ինքը համով այս գործը շատ անուշ բաներ։ Ես կարծում եմ, որ հանդիսատեսը բավականին ջերմ զգացողություններ պիտի տանի իր հետ։ Ես Տիկին Մարկոսյանին հարց ունեմ։ Ներկայացման մեջ ձեր կերպարը ինչպես է բացահայտվում արտաքին կատակերգական շերտից, թե ներքին դրամատուրգիայից։ Ընդհանուր մի բան ասեմ, որ իմ կերպարը երևի թե ներկայացման ծանր հրետանին է, որովհետև հայտնվելով համարյա վերջում, այս կինը պես է։ Դուք մամայի դերն եք, չէ՞։ Ես Ղազարոսի մոր դերն եմ խաղում, չեմ ուզում ինչ-որ սանր բացել, սփոյլ անել չեմ ուզում, բայց իր արած գործը ի վերջո պիեսի հանգուցալուծումն է, ինքն է ամեն ինչ իր սցենարով է կատարվում, ամեն ինչ եւ սկիզբը եւ վերջը, այսինքն
իր տեսակարար կշիռը ներկայացման մեջ գուցեև շատ մեծ չէ, բայց իմաստով, այսինքն իր կերպարի բովանդակությամբ մեծ է, որովհետև իր կազմակերպածն է այս ամեն ինչը։ Իսկ ինչ վերաբերում է հատուկ կատակերգական դարձնելու համար մենք հատուկ բաներ չենք անում, բայց ինքնըստինքյան, քանի որ ինքը ջյուդոիստ է եղել եւ հիմա էլ մարզիչ է ջյուդոյի, բնականաբար իր քայլվածքը, պահվածքը մի քիչ պիտի մի փոքր համապատասխանի, բայց սրա հետ մեկտեղ ինքը նաեւ կին է, որ այո խնամվում է, հետևում է իրեն, այնպես որ կերպարը հակասությունների միախառնում է կարծես ու մինչև վերջել հանդիսատեսը չպիտի էլ հասկանա թե լավ վերջը ինչ է անելու այս կինը արդեն վերջում նոր կհասկացվի Լավ, ճակերտների իհարկե չենք բացում, մի միայն ներկայացման օրը, այ հետաքրքիր իմ սյուժեն թեման, հա, ինքը շատ արդի թեմա է, պետք է ասել ի ուրախություն թե ցավոք սրտի շատ արդի թեմա է, որովհետև իմ կարծիքով հանդիսատեսը ամեն մեկը կտեսնի իրեն, իր հարևանին, իր տատիկին, միգուցե իր մամային, միգուցե իր կնոջը, ու ես օրինակ հնարավորինս փորձում էի պրպտել եւ դուք ամեն մի հարցազրույցին չեք բացում ճակերտները, շատ բան չեք պատմում եւ գիտեմ դուք նաեւ պարոն Կարապետյան նաեւ հանդես եկալու որպես դերասան դուք եք խաղալու դուք խաղալու եք այդ ձեր որդու ընկերն այո որդուս ընկերն ուզեմ սյուժեի թեմայի մասին խոսենք հա ինչու հենց այս թեման ընտրեցինք որովհետեւ անկախ ամեն ինչից հիմա շատ նորաձև այդ մեսիջը ասած է բայց ինչ որ դաս կլինի իմ կարծիքով այս ամեն ինչի մեջ բայց սկսենք մի հատ սյուժեից ինչու հենց այս սյուժեն ինչու այս թեման Նախ եւ առաջ մենք որոշեցինք մեծ գլոբալ թեմաներ չվերցնել, ասենք այտենց ինչ որ մեծ խնդիրների մասին խոսել եւ այլն, որովհետեւ բոլոր մեծ խնդիրները բաղկացած են փոքր խնդիրներից։ Եւ մարդը ինքը հասարակության մի փոքրիկ մասնիկ է, բայց մի ամբողջ տիեզերք։ Այդ տիեզերքի մեջ այդ մարդու կյանքում այնքան մեծ փոփոխություններ ա լինում եւ մի մարդու երջանկությունը, երկու մարդու երջանկություն, երեք մարդու դառնում է երջանիկ հասարակություն, երջանիկ երկիր։ Դրա համար մենք ոչ թե գլոբալ մեծից որոշեցինք խոսել, այլ այն կարևորից, որ յուրաքանչյուր մարդ պիտի երջանիկ լինի, ընդառաջ գնա իր երջանկությանը։ Այդ ճանապարհին ծիծաղելի իրավիճակների մեջ կընկնի եւ ինչպես դուրս կգա, սա արդեն ներկայացման մեջ կերևա, մարդիկ կտեսնեն, բայց մենք որոշեցինք մարդու մասին խոսել։ Պարզ բանից, պարզության մեջ է լավը։ Մենք այդպես որոշեցինք անել։ Լավ, պարոն Շանյան, անկախ ամեն ինչից դուք ասում եմ, սա ձեր կյանքի առաջին գործը չի ու դուք փորձ ունեք աշխատելու պրոֆեսիոնալ մարդկանց եք, դուք նախ նաև նրանց հետ եւ ընկերներ եք եւ նրանց ճանաչում եք որպես պրոֆեսիոնալ դերասաններ, բայց անկախ ամեն ինչից իմ կարծիքով դժվարություններ, բարդություններ իրեն են բեմադրության հարցում ու որքան էլ պրոֆեսիոնալ են, որքան էլ նրանք գերհզոր են, միևնույնն է կան ինչ-որ խոչընդոտներ, հա, ու իմ կարծիքով ամեն մեկը փորձում է իր իմպրովիզանել, փորձում է փոքր շեղվել սցենարից, փորձում է ինչ-որ տեղ ասել այդտես, բայց այստեղ ավելի լավ կլիներ։ Այ ինչպես եք դուք դրան վերաբերում, բաց եք այդ հարցում, թե ինչպես որոշված, ինչպես որ գրված է, գծված է, հենց այդպես էլ պետք է գնաք։ Միանշանակ բաց ենք այդ հարցում, նշենք նաև, որ մեր Սամսոն Ստեփանյանը եւ Մարգարիտ Խաչատրյանը գլխավոր դերակատարները, որոնցից Սամսոն Ստեփանյանը նաև ռեժիսոր է։ Այո, ռեժիսորը եւ այստեղ շատ հետաքրքիր համագործակցություն ստացվեց, նախ շնորհակալ եմ բոլորին պրոֆեսիոնալ մոտեցման համար։ Շատ բաներ առաջարկել է նաև Սամսոնը Ստեփանյան։ Որոշ բաներ ընդունվել է, որոշ բաներ ես եմ համոզել իրեն, որ այլ կերպ անենք։ Մարգարիտ Խաչատրյանը մեր շատ մեծ իմպրովիզացիայի մասնագետ է, բայց եկել ենք համաձայնության միանշանակ գործի շահից ելնելով, որպեսզի թեման հասնի տեղ։ Արմենը նշեց, որ գործը ընտրելուց չենք ուզեցել գլոբալ բանի մասին խոսել, բայց նաև նշեմ, որ սա ամենագլոբալ թեման է, որը մարդկանց ուզում է։ Սա կին-տղամարդ հարաբերությունների մասին է, սա երջանիկ լինելու մասին է, սա ընտանիք ստեղծելու մասին է, այսպես է։ Սիրո մասին է միանշանակ, հիմքում սեր է ընկած։ Կարծում եմ, որ հասել ենք մեր նպատակին
իհարկե արդեն կդատեք դուք ինքներդ վերջում։ Ես այստեղ մի շատ հետաքրքիր հարց եմ գրել ձեզ համար։ Դուք հաճախ աշխատում եք հոգեբանական շերտերով, այս գործում ինչն է ամենադժվարը՝ հավասարակշռել ծիծաղը եւ ներքին դրաման, թե կերպարային ճշգրտությունը։ Համադրելով կերպարային ճշգրտությունը անպայման եւ խինդը, եւ լացը, եւ հուզմունքը միախառնված իրար հասնել բուն նպատակին, որ մարդիկ ին եւ տղամարդ միավորվեն եւ ստեղծեն մի միավոր, որը որ կունենա շարունակական ընթացք։ Բերի ընտանիքին։ Տիկին Մարկոսյան, ասում են, երբ որ վարակույրը անցնում ես, հուզմունքն էլ է անցնում։ Ու անկախ ձեր փորձից վստահ եմ, որ ամեն անգամ երբ դուրս է գալիս բեմ, այդ հուզմունքը կա։ Ու այդ հուզմունքի հիմքում երևի պարտավորվածությունն է, այն զգացումը, որ ամեն ինչ իդեալական հնարավորն է, լավ պետք է լինի։ Այդ ձեր մոտ էլ է այդպես, վարակույրը անցնում է, հուզմունքն անցնում է, թե դուք համարյա ձեր հարցի մեջ կար իմ պատասխանը, այդպես որ որևէ բան չեմ ուզում ավելացնել, իմ փոքր բան։ Այո, եւ պատասխանատվությունը, եւ ամեն ինչ լավ անելու, հետո հնարավորինս այո, կերպարի մեջ մտնելու, հետո գիտեք ինչ, մի բան էլ կա, որ ասում են դերասան կա, որ կերպարից կերպար նույնն է։ Այսինքն նույն միջոցներն է օգտագործում, նույն ինտոնացիան, նույն եւ նաեւ պիտի աշխատես, որ տարբերվի նախորդ կերպարից կամ քո խաղացած մի ուրիշ կերպարից, դա ավելի է բարձրացնում պատասխանատվությունը, սկսում ես մտածել, իսկ այո, ճիշտ է, հենց վարակույրը բացվում է, անցնում է այդ հուզմունքը։ Արդեն դու քեզ սուտ կլինի ասել, որ լրիվ այն կերպարի մեջ մտնելու բան կա, չէ, արտահայտություն կա, հետո կերպարից դուրս գալու։ Կասեի դրա մեջ կա ճշմարտության հատիկ։ Եթե ոչ 100% ճշմարտություն է, բայց դրա մեջ կա։ Իրոք դու այդ ժամանակահատվածում ինչ որ չափով նույնանում ես կերպարի հետ։ Բայց ասեք այդպես, երբ որ ինչ-որ մի լավ բան ես անում, միշտ այդպես կապ չունի թատրոնը, դա կլինի կինոն, երբ որ մի լավ բան ես անում, այդ հուզմունքը միշտ կա։ Դե արտիստական հուզմունքը կարծում եմ տարիների հետ չել անցնի, որովհետև դա շատ հետաքրքիր բան է, որը հարիր է արտիստին։ Ավելին ասեմ, նույն ներկայացումը տարիներ շարունակ խաղում ես, միևնույն է, մուտքից առաջ այդ թրթիռ այդ հուզմունքը կա։ Իհարկե։ Եթե չի լինում, ուրեմն լավանում փչացել է։ Որտեղ ոչ մի ներկայացում չի կրկնվում։ Նույն բանն ես խաղում, բայց ամեն ներկայացում, ամեն նոր օրը իր հետ նոր տրամադրություն է բերում։ Նոր բան է բերում իր հետ։ Չի կրկնվում ինքը, դա ասենց նոտա չի, որ նույն նոտան նվագես։ Բացարձակ նոր էներգետիկա է, նոր հուզմունք է, ամեն անգամ նույն բանը չի լինում։ Ու դա մեծագույն հաճույք է։ Գիտեք, մի առիթով այս թեմայով խոսում էինք, վատառող չէի, ասեցին ոնց պիտի խաղաս, դե ասի մի բան կանենք։ Մտա բեմ, խաղացի դուրս եկա, ասեցին բացարձակ չի երևում, որ հիվանդ ես, ջերմություն ունեի։ Ասում եմ, հա, չի երևում, որովհետև իմ կերպարը, որը որ բեմի վրա է, ինքը հիվանդ չի։ Արմենն է հիվանդ, ինքը հիվանդ չի։ Դրա համար երբ որ մտնում ես մոռանում ես, ատամից ավել անցնում, ամեն ինչ անցնում։ Եվ հանդիսատեսին իրական դա չի հետաքրքրում, որտեղ նա եկել է, որ տեսնի իդեալական ներկայացում եւ արտիստի գործը հենց կարծում եմ դրանով է։ Շատ մոգական բան կա այդ բեմի վրա, գիտեք, չէ՞, մարդը փոխում է, մտնում է այնտեղ, ինքը երբ որ դու մոռանում ես քեզ, դու արդեն այդ կերպարի մեջ ես, արդեն դրսևորվում ես որպես այդ մարդը։ Գիտեք, իմ հարցի մեջ միգուցե կրկին ես ունեմ իմ պատասխանը, բայց միևնույն է, ես ուզում եմ ուղղել այդ հարցը ձեզ։ Մենք միշտ անդրադառնում ենք ու միշտ մտածում ենք, որ թե տեխնիկապես ես հասկանում եմ, դա միգուցե բարդ լինի, եւ թե ֆինանսապես դա դժվար լինի, բայց արդյոք կա պլաններում կամ քննարկում կա, որ օրինակ Երևանից դուրս հանել ես ամեն ինչը, որովհետեւ չէ՞ մեր մարզերում էլ հայրենակիցները կարոտ են դրա, չէ՞ որ սիրո սով է այսպես ասած, իրականության մեջ ցավոք սրտին ամես փողոցում մեր հայրենակիցների դեմքին շատ քչերն են շփում, շատ քչերն են սիրարված սիրում ու միգուցե դա հենց փոքրիկ այդ սերը կարտնացնի դրանց մեջ կա քննարկում Երևանից դուրս գնալու։ Իհարկե, ընդհանրապես ինչ նոր գործ որ ստեղծվում է, նախապես արդեն այդ պլաններում լինում է քաղաքից դուրս խաղալը եւ նույնիսկ հանրապետությունից դուրս գործեր աշխատանքներ տարվում են եւ ինչպես ասում են առաջ Աստված
հուսանք, որ անպայման կհասցնենք մեր մյուս ընկերներին նաև այս թեման, սիրո թեման։ Ձեզ մեծ հաջողություններ ենք ցանկանում։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, հա, Շնորհակալ որտեղ ժամը քանիսին, ամսի քանիսին ենք հանդիպում։ Նոյեմբերի 29 եւ 30 մի շաբաթ բան մնաց։ Փորձերը դեռ շարունակվում են։ Այո, այսօր աշխատում ենք, մինչև վերջ օրը աշխատել ենք։ Շատ լավ, շնորհակալ ենք շատ։ Իմ կարծիքով սա եւս մեկ հնարավորություն է ընկերներով ձեր սիրելի հետ գնաք, եւս մեկ անգամ լսեք, խոսեք, զգաք Հոգևոր սնունդ ստանալու ժամանակ։ Միանշանակ, որովհետեւ այսօր շատ քիչ ենք խոսում սիրո մասին, այսօր շատ քիչ ենք արտահայտվում, շատ քիչ ենք ասում ես քեզ սիրում եմ ու այս ներկայացումը իմ կարծիքով շատ-շատերին ամեն մեկին տարբեր, բայց դաս կլինի։ Այնպես որ գնացեք ձեր դասի հետևից, ձեր մեսեջի հետևից։ Իսկ մենք շնորհակալ ենք, որ դուք գտաք ժամանակ եկաք մեր մոտ, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ մեր հյուրերն էին Ավետիսը Շահինյան, ներողություն Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը եւ իհարկե Արմենը Կարապետյան։ Շնորհակալ ենք շատ։ Իսկ Մարգարիտին Խաչատրյան առանձնատու ողջույններ մեր կողմից։ Ձեզ լավ օրվա շարունակություն։ Շնորհակալ ենք Գովազդների համար։ Շնորհակալություն շատ։ Գովազդ մեր եթերում, ինչ դիտո կվերադառնանք եւ կընտրենք արդեն մեր մյուս շատ կարեւոր հյուրին։